Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն Արա Պապյանի հեղինակային հաղորդումը։ Ողջույն հարգելի ռադիո լսողներ եւ ռադիոդիտողներ, FM 106 եւ կես հաճախությամբ իր աշխատանքն է սկսում Modus Vivendi հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում են Հայկու Հիմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Ողջույն պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, այսօր խոսելու ենք մի գիտաժողովի այսպես արդյունքներ ենք ամփոփելու, որը տեղի ունեցավ օրեր առաջ։ Խոսքը Ադրբեջանի բնիկ ժողովուրդների մասին էր, իրականություն, սպասելիքներ, պարոն Պապյան մի փոքր ավելի մանրամասն։ Փետրվարի 27-ին Անի Պլազա հյուրանոցի նայերի սրահում տեղի ունեցավ կլոր սեղան քննարկում, նվիրված ինչպես ասացիք Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին։ Այդ միջոցառում քննարկումը կազմակերպվել էր մեր կենտրոնի Modus Vivendi-ի կողմից, ինչպես նաև Կովկաս-Կասպիական տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հետազոտման ինստիտուտի հետ միասին համատեղ։ Ասեմ, որ վերջին կազմակերպությունը գլխավորում է պրոֆեսոր Գառնիկ Ասատարյանը։ Ինչու մենք սա արեցինք եւ սա առաջինը չէր, եւ իր բնույթով ինչու հենց կլոր սեղան։ Ես մի փոքր ավելի լայն ներկայացնեմ ընդհանրապես հարցը, հետո կանդրադառնամ ավելի մասնավոր այս միջոցառմանը։ Եթե մենք ուսումնասիրում ենք նախկին տասնամյակների պատերազմները, ապա նկատում ենք, որ այդ պատերազմները իրենց բնույթով միջպետական էին։ Անկամ եթե նույն պետության ներսում էին ընթանում, ապա դա ածանցվում էր պետությունների միջև արկա խնդիրներից։ Օրինակ, Աֆղանստանի ներսում ընթանում էր պատերազմ, բայց դա քաղաքացիական զուտ պատերազմ չէր, դա պարզապես սովետական կամ սոցիալիստական այսպես բլոկի շահերն են բախվում էին արևմուտքից, այդ երկրի իր տարածքով պարզապես բախումների թաթերաբեմ էր։ Նման պատերազմներ մենք ունեինք Աֆրիկայում, օրինակ համար ասենք Եթովպիայում, Անգոլայում, նման ավելի վաղ եղել էր Վիետնամում, Կորեայում եւ այլն։ Այսինքն պատերազմները միջպետական էին իրենց բնույթով։ Հիմա ներկա դարաշրջանում մի էական փոփոխություն ա եղել, որին մենք շատ ուշադրություն չենք դարձնում։ Հիմա ընդհակառակը պատերազմները միջպետական չեն, ավելին հիմնական գործողները ոչ պետական միավորներն են, եւ մինչեւ իսկ եթե նրանք ընդգրկում են մի քանի պետության տարածք, այնուհանդերձ էլի նրանք չեն դառնում միջպետական ընդհարումներ, այլ այդ ոչ պետական միավորը դառնում է հիմնական բախման գործողիչը տարբեր պետությունների հետ։ Այդ միջին արևելքում հիմա որ ընթանում է, այսպես կոչված իսլամական պետությունի վերջային պետություն չի, դա կազմակերպություն է այդ անունով։ Իսկն ոչ պետական միավորը, որը Իրաքի եւ Սիրիայի տարածքում պատերազմամղում ըստ էության պետությունների դեմ։ Մենք նման բաներ նկատում ենք ավելի վաղ եղել է, ասենք Չեչնիայում, նման բաներ եղել են Բալկաններում, Թուրքիայում նաև Թուրքիայում շատ ավելի երկարատև ըստ էության քրդական գործոնը կա եւ մնում է եւ իզուր չէ որ թուրքերը ունեին 2.5 պատերազմի ստրատեգիա, այդ կեսը միշտ պահում էին քրդերի համար։ Հիմա երբ որ մենք վերադառնում ենք մեր տարածաշրջանին եւ նայում ենք, հասկանում ենք, որ ոչ պետական կազմավորումները լինեն դրանք էթնիկ կրոնական հարանություններ ավելի ու ավելի մեծ դեր են գրավում։ Դրա համար մենք, այսինքն այս երկու կազմակերպությունները որոշեցինք Հայաստանի արկա ուժերի հետ միասին քննարկում կազմակերպել հասկանալու համար թե ինչ պիտի անենք։ Բացի այդ, քանի որ հնարավորություն ունեինք Skype-ի միջոցով միանալու երկու կարկառուն դեմքերի հետ թալիշական շարժման, նրանցից մեկը Ֆահրեդին Աբբասզադեն էր, որը Թալիշ Մուղանական հանրապետության խորհրդարանի նախկին ղեկավարն է եղել, հիշենք 1993 թվականին Թալիշները ապստամբեցին Ադրբեջանի դեմ 2.5-3 ամիս հռչակեցին Թալիշ Մուղանական հանրապետություն, որը ցավոք սրտի ջախջախվեց եւ կարծում եմ այստեղ նաեւ հայերի սմեղքը կա, որտեղ մենք ընդհանրապես չհասկացանք այդ երևույթի խիստ կարեւորությունը եւ նրանց չաջակցեցինք։ Դրանից հետո
օրինակ միայն ասենք իրենց կենտրոնական Լենքորանի կենտրոնական քաղաքում 71 հոգի ձերբակալեցին եւ գնդակահարվեցին եւ մոտ 100-ից ավել մարդիկ ըստ էության զրկվեցին իրենց կյանքից Աբազադեն այն քչերից էր որին հաջողվեց փախչել եւ առ այսօր նա Ռուսաստանում է եւ պայքարում է իր ժողովրդի ազատագրության համար։ Պարոն Պապյան, մեկ հարց։ Ես հիշում եմ մոտ 10 տարի առաջ նույնը նաև քրդական տարբեր շարժումներին էին հայերը փորձում այս կամ այն կերպ աջակցել, ասելով, որ մեր թշնամին մեր բարեկամն է, հա, այսպես ասենք, այսինքն քանի ուժ ավել շատ լինի Թուրքիան բարակտող, դա մեզ ձեռնտու է։ Սակայն հետագայում, երբ արդեն քրդերը ինչ որ չափով հաջողությունների հասան, որի ակունքներում չեմ կարծում միայն հայերն էին։ Չէ, իհարկե, մենք առաջնային Այո, սակայն այնուամենայնիվ թեկուզ իրենց առաջնորդների հայտարարություններում դու լսում ես որ հայերը մեր բարեկամներն են, պետք է օրինակ վերցնենք եւ այլն, երբ արդեն ինչ որ ռեալ ինքնորոշման կամ տարածք ձեռք բերելու հավանականություններ եղան, այս ուժերը բոլորովին մոռացան հայերին, որ ժամանակին իրենց բարեկամներն էին, դաշնակիցներն էին եւ այլն, նույն արևմտյան Հայաստանի տարածքներում քրդերը ունեն բոլոր հավակնությունները, անգամ մինչեւ ամբողջ արարատյան դաշտն են, հավակնում իրենց քարտեզներում վերցնել Որտեղ են երաշխիքները, որ նույնը չի կատարվելու Ադրբեջանի բնիկ ժողովուրդների հետ։ Հիմա նրանք միգուցե ասեն այո, հայերը մեր դաշնակիցներն են, սակայն հետագայում հայտարարեն, որ ոչ միայն դաշտային, այլև Լեռնային Արցախը դա Թալիշտան է կամ Չէ, այստեղ երկու էական տարբերություն կա։ Քրդական շարժումը ընթանում է, ինչպես նշեցիք, Արևմտյան Հայաստանի տարածքում, եւ քանի որ իրենք են այսօր բնակչության մեծամասնությունը հավակնում են Արևմտյան Հայաստանի տարածքին եւս։ Եվ նաեւ մեր пассивության մեղքը կա, իսկ մենք երբ ենք հայտարարել, որ Արևմտյան Հայաստանը դա Հայաստանի մասնական շարունակությունը։ Նման որևէ հայտարարություն չի եղել։ Այսինքն դրա համար պետք չի իրենց մեղադրել։ Երբ որ մենք իրենց կհայտարարենք, որ գիտես չափավորի ախորժակը սա մերն է, այդ դեպքում կարելի է եղանալ։ Հիմա տարբերությունը ո՞րն է թալիշական շահ։ Այն տարածքը, որի վրա թալիշները հավակնում են, դա բոլորովին մեծ հետ կապ չունի, այսինքն մենք գոնե հավակնություններ չունենք, ոչ դա Ադրբեջանի Հանրապետության հարավ-արևելյան հատվածն է, Լենքորանի այդ հատվածը այսպես ելուստի ձևով Կասպիսովի ափով մինչև Իրան եւ թալիշները ըստ էության շարունակում են ապրել նաեւ մյուս կողմում եւ այստեղ տեսեք եթե իրենք անկախանան մենք արդեն շահում ենք որովհետեւ այն քանակությամբ մարդկանց եւ տնտեսական ուժով որ իրանք կփոխվեն Ադրբեջանից, այդքանով Ադրբեջանը կթուլանա։ Պարզ ասած, օրինակ, զորակոչի չեն ենթարկվի, ասենք մոտավորապես 1 միլիոն մարդ։ Դա քիչ չի։ Եվ դրա համար մենք օրինակ մեր հիմնական բանավեճային հարցը այս նշածս կլոր սեղանի շուրջ, որը քննարկեցինք հենց Աբազադեի հետ, իսկ մյուսը Իսմայել Շաբանովն էր, ասեմ որ Իսմայել Շաբանովն էլ Ռուսաստանի Թալիշների միության, համանքի միության նախագահն է, միևնույն ժամանակ ինքը Ռուսաստանի նախագահ Պուտինի խորհրդականներից մեկն է ազգային հարցերով։ Եվ սա կարևոր է, նայած է տալի ռուսների մոտեցումը այս գործոններին օգտագործել եւ ձեր նշած քրդական հարցով ուզում եմ հիշեցնել, որ ռուսները հատկապես վերջի շրջանում, վերջի 2 ամսվա էապես ակտիվացել են։ Հիմա նշեմ ինչ հարցեր էին քննարկում եւ այդ դրա մեջ կլինի ձեր հարցի պատասխանը։ Այսօր հայկական, այսպես ասած, այն փոքր խմբի մեջ քաղաքագիտական, որ զբաղվում են օրինակ թալիշներով կամ Ադրբեջանի ազգային եւ կրոնական փոքրամասնություններով, կա երկու հիմնական ուղղություն, երկու մոտեցում։ Մեկը այն է, որ պետք չէ շտապել, պետք է աջակցել, որպիսի աստիճանաբար ինքնագիտակցությունը զարգանա, ինքնավարություն ստանան, անգամ սկզբից մշակութային ինքնավարություն, հետո վարչական ինքնավարություն, նոր կարելի է խոսել անկախության մասին։ Մյուս թևը գտնում է, որ որևէ տեսակի ինքնավարություն նպատակազուրկ է Ադրբեջանի կազմում, որովհետև դա չի կարող էություն ունենալ։ Դա կլինի լավագույն դեպքում ինչ որ արտաքին դրսևորում, բացի այդ
հայերի շահերի տեսակետից, եթե մինչևից թալիշները օրինակի համար ստանան դպրոցներ, հեռուստատեսություն եւ ռադիո, մեր շահը այդտեղ չկա, որովհետեւ մեր շահը այն պիտի լինի, նորից եմ կրկնում, որ իրենք պարզապես չզորակոչվեն ադրբեջանական բանակ եւ մեր դեմ չկռվեն։ Որտեւ ինքնավարությունը նման իրավունք չի տալու թալիշներին, այսինքն չզորակոչվել բանակ։ Ես պատկանում եմ այդ երկրորդ խմբին եւ քննարկման մասնակիցների գրեթե բոլորը ով արտահայտվեց խոսեց հենց այդ տեսակետին եւ նշածս թալիշ առաջնորդները եւ Աբբասզադեն եւ Շաբանովն էլ դրա կողմնակիցն էին։ Այսինքն միայն անկախ թալիշական հանրապետության ստեղծում որևէ ինքնավարություն չի կարող ապահովել Ադրբեջանի ժողովրդի ինքնուրույն զարգացումը որպես առանձի միավոր։ Հիմա ինչքանով է դա իրատեսական, դա ուրիշ հարց է, որովհետև ամեն ինչ պիտի դիտարկել որոշակի զարգացման մեջ։ Ես այստեղ որոշ տվյալներ ունեմ, մենք հիմա մի քիչ թալիշների մասին խորացանք, թե մենք տարբեր հարցերը, որը շատ հետաքրքիր է տեսնելու համար, թե օրինակի համար նույն Ադրբեջանի մեջ, թե ինչպիսի զարգացումներ է ունեցել այդ հարցը։ Նախ հիշենք, որ այդ տարածքները, որ այսօր Ադրբեջանի Հանրապետության տարածքներ են, գոնե մի 200 տարի առաջ ինչ էին։ Այդ ամբողջը Պարսկաստանի մաս էր կազմում, խանություններն էին, այսինքն։ Եվ 1813-ի Գուլեստանի պայմանագրով այդ խանությունները միավորվեցին Ռուսաստանին, Իրանից անցան Ռուսաստանին։ Եվ այստեղ հենց այս Իրանից անցնելու մեջ մի, այսպես չար կատակ եղավ քաղաքական կատակային առումով, որ Ռուսաստանը զգում էր հիմնական վտանգը իրանական ազդեցության, այսինքն որտեղ ձգտում կար վերադառնալու իր այսինքն մշակութային եւ կրոնական նաև գիրկը, մայրական գիրկը ժողովուրդների, որտեղ նույն թալիշները, թաթերը սրանք իրանախոս ժողովուրդներ են, դրա համար ռուսները սկսեցին տեղ տալ թուրքական ազդեցությանը, որտեղ իրենք հասկացան, որ իրանական ազդեցությունը չեն կարող չեզոքացնել ռուսական ազդեցությամբ, որտեղ ռուսական քաղաքակրթությունների տարբերությունն այլ վերջո դա քրիստոնեական քաղաքակրթություն, օրինակ Հայաստանի պարագային, եթե նայենք, նրանք փորձում են այդ պրավասալավ մշակույթը եւ բավականին հաջող կարողանում էին դա անեին, այսինքն հայերի ռուսացման քաղաքականությունը թյուրությամբ ընթանում էր, դա միշտ էլ էստեղ է, հայերն էլ սիրով ռուսանում են, բայց ռուսացնել թալիշներին եւ թաթերին գրեթե անհնար էր։ Դրա համար կտրելու համար պորտալարը Իրանի հետ սկսեցին թուրքականության ազդեցությունը այստեղ ուժեղացնել, ի հակակշիռ հենց ռուսական այդ սեպը սեպով հանվում, ասեն կլին վիշբայց այդ իրանց խոսքը կա, այդ սև արեցին։ Այդ դրա պատճառով էր, որ թուրքականությունը շատացավ։ Հակառակ պարագային դա երբեք, այսինքն թուրքական մշակույթի ազդեցություն չի եղել եւ այդ մասերը թուրքական երբեք չեն եղել։ Օրինակ այդ հենց նույն 13 թվականին Բաքվում ապրում էր 8000 հոգի, բոլոր 8000 հոգիներ թաթեր էին, այսինքն իրանախոս ժողովուրդներ էին, կապ չունեին։ Առաջի մարտահամարը, որ ռուսական կայսրության մեջ անցկացրեցին, թալիշների թիվը տալիս էր 120,000 հոգի։ Դա 1890-ականների մասին։ Դա տեսեք մեծ թիվ է, 120,000 հոգի։ Եթե ամեն ինչ այսպես զարգանար, նրանք այսօր առնվազն միլիոնից ավել պիտի լինեին, որովհետև այդ ժամանակ ամբողջ այդ Ադրբեջանի եթե տարածքը ասենք վերցնենք Բաքվի եւ Ելիզավետպոլի նահանգները հայերով ամեն ինչով 1,800,000-ից չէր հասնում բնակչությունը։ Հիմա հետաքրքիր է, որ գնալով թալիշների թիվը կրճատվեց 21-ին արդեն 76,000-ային, իսկ վերջի սովետական մարտահամարի ժամանակ ընդհանրապես թալիշները դուրս մղվեցին, այսինքն թալիշ ազգություն չկար սովետական ազգությունների մեջ, բայց հետո նորից հայտնվեցին։ Հենց սա ցույց որ այդ ամբողջը ոնց որ ասած կեղծ թվեր են։ Հիմա ռեալ ինչ թվերի մասին ենք խոսում, որտեղ սա շատ կարևոր է մեզ համար, ինչ գործով։ Հիմա պաշտոնական թվերը էլի շատ ցածր են։ Պաշտոնական թվերը 100-112,000-ի մասին է խոսքը։ Բայց Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզության այդ
գործակալության CIA տվյալներով, որոնք 2004-2005 թվականներին հետազոտություններ են կատարել, սա էլ տեսեք, եթե CIA-ը զբաղվում է մի բանի հետազոտությամբ խումբ էր ուղարկել, մենք դրա հնարավորություն չունենք, իսկ իրենք ուղարկել էին միայն այդ Լենքորանի շրջանի 5 շրջաններում, այդ տարածաշրջանի 5 շրջաններում կեսը միլիոն մարդ էին հաշվել, որ ազատորեն տիրապետում է թալիշերեն լեզվին։ Ուրեմն սա ստեյցիան տարածքի կեսն է, որը Թալիշստանը մենք այսօր կոչում։ Բնական է, որ ոչ մի հայ կամ թուրք կամ որևէ այլ ազգություն թալիշերեն չի սովորում, չէ՞, ասենք իմաստ չկա սովորելու։ Եթե մարդն ասում է, ես թալիշերեն գիտեմ, ուրեմն ինքը թալիշ է։ Հետևաբար CIA-ը հաշվում է 1.5 միլիոնի շուրջ թալիշների թիվը։ Եվ սա, եթե մենք բոլոր աճի 2.5% տարեկան իրանք աճ են ունեցել, եթե մենք անցյալ դարի վերջերից հաշվարկում ենք, 130-140 տարում ըստ էության իրանք հանգիստ կարողանում էին հասնել։ Պարոն Պապյան, սակայն մենք նույն ունենք համշենահայեր կամ երկար ժամանակ խոսում ենք ծպտյալ հայերի մասին եւ այլն եւ այլն։ Որ տոկոսն է այս ձեր նշած թվի ինքնագիտակցությամբ պատրաստ իր պետականության համար կռվելու առհասարակ տեղյակ, ինչ է թալիշ ժողովուրդը իր ցակման արմատների եւ այլնի մասին։ Դուք հարցը շատ էսպես բան եք տնում, կոչեն ազգային ինքնագիտակցություն ուրիշ է։ Հիմա եթե կես միլիոն մարդ ապրում է այդ տարածաշրջանում, որտեղ ապրում են թալիշներ, ճնշող մեծամասն եւ խոսում է այդ լեզվով, ուրեմն ունի իր ազգային ինքնագիտակցությունը որպես թալիշ։ Այս սրանց մեջ տարբեր մոտեցումներ կան ընդհանրապես ամեն ինչի նկատմամբ, այդ թվում նաեւ հայերի։ Հենց դրա համար էլ մենք աշխատանք ենք տանում, այդ նշածս կլոր սեղանը հենց աշխատանքներից մեկն է։ Ինչ գիտեն թալիշները հայերի մասին, այսպես միջին վիճակագրական թալիշը։ Միջին վիճակագրական թալիշը, եթե մենք վերցնում ենք օրինակի համար մի 20 տարի առաջ, գիտեն որ հայերը իրաց թշնամիներն են։ Որտեվ հայերը դրանք քրիստոնյա վատ ժողովուրդ են, որ Ադրբեջանի 20%-ը գրավել են։ Եվ իրենք էլ որպես մուսուլման, իրենց մուսուլման եղբայրները կռվում էին հայերի դեմ։ Դա սա ունենք։ Հիմա երկու մոտեցում կա։ Մի մոտեցումն է նա, որ ասենք դե լավ, մեր թշնամին է, գնանք հետները կռիվանենք, իրանք մեզ սպանեն, մենք իրանց այդպես բանենք։ Կամ մյուս մոտեցումը, որը մենք փորձում ենք անել։ Եվ արդեն նման խմբեր մտքեր կա հենց թալիշների մեջ, նշածս անձինք եւ այլն, օրինակ նույն Աբազադեն եւ Շաբանովը հստակորեն ասացի, որ Ադրբեջանը որպես պետություն պիտի վերանա։ Մենք դրա մասին էլ խոսանք, որովհետեւ ըստ էության Հայաստանի միակ հնարավորությունը լուծելու Ղարաբաղի հարցը դա է։ Եկեք ինքնախապեյությամբ չզբաղվենք, որ մենք կարող ենք բանակցենք, մի օր Ադրբեջանը կասի, հա դե լավ, ձեր համար ինքնորոշվեք անկախացեք։ Միակ, ինչպես թալիշներն են հասկացել, որ իրենց փրկությունը Ադրբեջանի որպես պետության վերացումն է ներկա սահմաններով։ Մի փոքր մի ընտեղ իրենց համար թող Բաքվի էմիրություն ստեղծեն ապրեն, բայց ըստ էության տարածքի մեծ մասը սրանք օտար ժողովուրդների տարածքներ է։ Հիմա 20 տարի առաջ այդպես էր, այսինքն ատելությունը կար եւ այլն, եւ կռվել են եւ զոհվել են։ Նույն Գումբատովը, որը Թալիշ Մուղանյան հանրապետության նախագահն էր, չմոռանանք, եղել է Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար եւ կռվել է մեր դեմ։ Սկզբից գնդապետ էր, հետո գեներալ ստացավ եւ այլն։ Հիմա երբ որ մենք տարիներ առաջ հրավիրում էինք իրան Երևան գալու, շատերը դեմ էին։ Ասում են ոնց, ինքը ոնց ասած մեր թշնամին է, ինքը մեր զավակներին սպանել եւ այլն։ Հա, մենք էլ իրան զավակներին ենք սպանել։ Բայց այս մարդը եկել էր այն գիտակցության, փոխվել էր, նաեւ դրա վրա ազդել էր այն 14 տարիները, որ ինքը բանտում էր նստել ադրբեջանական, եւ ինքը արդեն Ադրբեջանը ընկալում էր որպես թշնամի պետություն, որտեվ կան թալիշներ հասկանում են, որ տեսեք ինչ է տեղի ունեցել։ Իրանք ապրում են իրանց երկրում։ Դարեր շարունակ, եթե համարենք այդ այն գիտությունը, որ ասենք իրանք քադուսների այսպես ասած հաջորդներն են, այսպես ասած այդ Մարաստան կոչեցյալ իրենք համարում են իրենց երկիրը եւ այլն, հիմա չեմ խորանում ինչքանով է ճիշտ սխալ բան, դրա էլ մասնագետներ չեմ, բայց այդպես է։ Ամեն պարագային մենք գոնե մի 2000 տարի կողք կողքի ապրել ենք թալիշների հետ եւ խաղալ ենք ապրել հիմնականում։ Հետո եկել են թուրքական ժողովուրդները 11-րդ, 12-րդ, 13-րդ դար եւ այս մարդկանց նվաճել են եւ այսօր իրենք ենթակա են ադրբեջանցիներին եւ փաստորեն փոխանակ կռվեն իրենց
ստրկացնողների դեմ, իրենց պետականությունը ոչնչացնողների, նրանց հետ միասին կռվում են մեր դեմ։ Այդ դրա համար արդեն հայտնվել են մարդիկ, որ ասում են ինչ ենք անում։ Փոխանակ մենք հայերին օգնենք, տապալենք այն իշխանությունը, որը եկել կործանել է մեր պետականությունը եւ մեզ էլ ըստ էության երկրորդ կարգի քաղաքացու վիճակի մեջ է դրել, չմոռանանք, որ շատ ուժեղ խտրականություն կա, այսինքն որևէ թալիշ, որևէ լեզգին, որևէ ավար, եւ դա հենց այդ օրն էլ 27-ին էլ հնչեց իրենց բերանից թալիշների, որ չի կարող մնա որպես թալիշ եւ ստանա մի որևէ պաշտոն, սկսած դպրոցի տնօրենից, այսինքն սկսած հաշվապահից, այսինքն եթե դու մի պաշտոն ունես, որ թուղթ ես ստորագրում եւ մի հատ էլ կնիկ ես դնում, եթե դու որպես թալիշ ես հանդես գալիս չկաս։ Ուրիշ բան, որ դուք ինչպես սովետական միության ժամանակ է, ասենք դու կարաս, ասենք սովետի ժամանակ հայեր կային, ասում են, տեսես մեր հայերը Ռուսաստանում ինչ պաշտոն։ Չրանք հայեր չէին։ Ռուսներ էին։ Իրենք ռուսներ էին, ցակումով հայ էին։ Այ եթե իրենք էլ ընդունում են, դառնում են, այսպես ասած, ադրբեջանցի, դառնում են թուրք, եւ իրանք ադրբեջանցիներին թուրք են ասում, որտեղ ադրբեջանցի ասածը ստեցան տարածքային բնակիչն է։ Հիմա այդ երկրորդ միտքը, որ ասում էի, որ հայերին ընդունել որպես դաշնակից, որպես ընդհանուր շահեր ունեցողներ եւ հայերի հետ աջակցել, աստիճանաբար ավելի ու ավելի լայն ընդգրկում է ունենում։ Նույն Աբազադեն շատ հետաքրքիր միտք ասաց։ Ասես նայեք, մեզ այսօր աջակցում են նաև Ռուսաստանը եւ Իրանը։ Բայց մեր միակ հույսը, իրական հույսը հայերն են։ Ինչու՞։ Որտեւ Հայաստանը միակ պետությունն է, որ այլընտրանք չունի։ Ռուսաստանը այլընտրանք ունի, ինքը կարա վաղը թալիշներին էլ դավաճանի, հայերին էլ եւ նորից Ադրբեջանի հետ եղբայրանա։ Նույնը կարա անի Իրանը։ Բայց Հայաստանը այլընտրանք չունի, Հայաստանը չի կարա եղբայրանա Ադրբեջանի հետ։ Դրանց խոսքերն եմ ասում։ Հետևաբար ըստ իրանց հայերը իրենց ստրատեգիական դաշնակիցներն են։ Հիմա եթե իրանք անկախանան, բնականաբար մենք խնդիր չենք ունենա թալիշների հետ, որովհետև նորից եմ կրկնում, չկա մի ինչ որ տարածք, որի համար երկուսս էլ հավակնություններ ունենք։ Սակայն եթե տեղի ունենա թալիշների այսպես այդ ընթացք ստանա, ապա այստեղ նաև լեզգինների հարցը առաջ կգա։ Բնականաբար, եթե Ադրբեջանը տրոհվում է, ես կարծում եմ, որ ոչ միայն թալիշները, այլ նաև լեզգինները, Ուծե եւ թաթերը դրանք շատ ավելի քիչ են, շատ ավելի ուծացված։ Թաթերի խնդիրը մի քիչ ուրիշ է, որտեղ իրանք հիմնականում Աբշերոնում են ապրում, դա կենտրոնական մասն է։ Օրինակ, եթե մենք նայում ենք այն բնորոշիչներին, որ ունեն այս բնիկ ժողովուրդները Ադրբեջանում, ես մի քանիսից վեմ շատ հետաքրքիր է, որոնք շատ կարևոր են։ Ընդհանրապես հասկանալու համար երևույթները շատ կարևոր է որոշակի այսպես բնորոշիչներ առանձնացնել եւ ընդհանրացնել։ Առաջինը այն է, որ բացառությամբ թաթերի բոլորը ունեն սահմանից այն կողմ իրենց ազգության պատկանող հոտ զանգվածներ։ Լեզգիններն ունեն Դաղստանում, ավարներն ունեն Դաղստանում, թալիշներն ունեն Իրանում եւ այլն։ Սա առաջին, որը շատ կարևոր է, այսինքն պոտենցիայի առումով իրենք դրսից աջակցություն ստանալու խնդիր ունեն նաեւ միջազգային, այսինքն միջպետական որոշակի երանգավորում դա կստանա, որտեղ այլ երկրից է։ Երկրորդը բոլոր այդ բնիկ ժողովուրդները իրենց եւ ծագումով եւ լեզվական պատկանելությամբ տարբերվում են թուրքերից, ադրբեջանցի թուրքերից։ Այսինքն կովկասյան լեզվաընտանիքին են, իրանական լեզվան, որը դարձյալ կարևոր է։ Այսինքն լեզվական եւ ծագումնաբանական պատկանելությունը ընդհանրության եւ հակառակը։ Ընդհակառակը, եթե նայում ենք եւ թալիշները եւ լեզգինները ծագումնաբանորեն շատ մեզ մոտ են։ Հիմա թալիշների մեջ նոր ուսումնասիրությունները առաջ ընթանում, որտեղ գրեթե արգելված է, այսինքն Ադրբեջանը արգելել է իր տարածքում հետազոտությունները, բայց լեզգինների մեջ, որտեղ մեծ մասը Դաղստան են, հետազոտություններ կատարվել են, եւ եթե նայեք ոչ թե հայկական, այլ միջազգային հետազոտությունները, հայերին ամենամոտ ժողովուրդը ծագումնաբանորեն դրանք լեզգիններն են։ Լեզգիններն են, այսինքն 14% ընդհանրություն։ Ինչու՞։ Որտեղ լեզգիները դրանք աֆղանների հետնորդներն են, այն որ ասում ենք աֆղանք, իրենք էին։ Հա, քրիստոնյա էին մի շրջան, հետո իսլամ ընդունեցին, դա մեզ անջատեց, եւ այն որ իրանք քրիստոնյա են եղել, մենք իհարկե բավական շատ թվով հանդիպումներ գիտաժողովներ իրենք ընդունում են։ Իսկ իրենց այդ մտավորականությունը ասում է մենք քրիստոնյա ենք, մենք
Ուզում եմ ասեմ, այս ցակումնաբանական եւ լեզվական հարցերը շատ կարեւոր է բանը։ Երրորդ բնորոշիչը այն է, որ այս ժողովուրդները շատ ավելի երկար տևական, ավելի խորը մշակութային ժառանգություն ունեն, քան, ասենք ասենք, մետրոպոլիայի ժողովուրդը, քան զավթիչները թուրքերը։ Սա էլ կարևոր է, գիտեք, երբ որ ավելի առաջադիմականալու մետրոպոլիան, այդ նվաճված ազգությունները մի տեսակ ուզում են ուծանան, դառնան այդ ժողովրդից։ Ինչու օրինակի համար հայերը, տեսեք, ասենք, արագ ռուսանում էին, բայց արագ չէին թուրքանում։ Բացի կրոնական գործոնից այստեղ կար նաև այդ հոգեբանական խնդիրը, նայեք միջին արևելյան հայկական համայնքները, հայը իրան այդ միջին արևելքում բարձր է համարում մյուս բոլոր ժողովուրդներից, բայց հենց որ գնում է Ամերիկան, կարագ ուզում է ամերիկացի դառնա, որտեվ չգիտես ինչու համարում է, որ ամերիկացին կամ եվրոպացին ավելի բարձր է։ Հիմա քանի որ այս ժողովուրդները թուրքերին չեն համարում, ամ այդպեսին ավելին, ասենք օրինակ նույն լեզգինները թուրքերին, ադրբեջանցիներին անվանում են թրիկ։ Իրենք թրիկ, որտեվ միշտ թրիկի եւ սա դարերով է եկել, որտեվ թուրքերի վրա թրիկի հոտ է եկել, որտեվ դե քոչվոր ժողովուրդ են, միշտ ձիու վրա են, ձիու հետ են, այսինքն այդ ձևը անվանումն եղել։ Ուզում եմ ասեմ, այս խնդիրը կա։ Ես չեմ ուզում վարդագույն ամեն ինչ ներկայացնեմ, որտեվ կա մեծ թվով լեզգիններ, թալիշներ, թաթել, որ հաշտվել են այս վիճակի հետ, չեն ուզում որևէ բան ձեռնարկեն եւ նաեւ կա մեծ վտանգ, բայց մի վերջին շրջանում հետաքրքիր, այսպես ասած, երևույթ է տեղի ունենում, որը կարծում եմ ավելի կխորանա, այդ վերադարձ արմատներին պայմանավորված նաեւ Ադրբեջանի տնտեսական ծանր կացությամբ։ Եվ նաև քրդական ալիքը եթե բարձրանա, այսինքն ընդհանրապես երբ որ մենք նայում ենք լայն առումով եւ մեր այդ հանդիպման ժամանակ հենց նույն Աբազադեն նշեց, իմիջիալոց ասեմ, մենք այդ ամբողջը տեսագրել ենք, շուտով կդնենք մեր վեբսայթի վրա, Modus Vivendi-ի վրա, քննարկումները ռուսերենով են ընթացել, մարդիկ կարող են լսել եւ այդ մանրամասները իմանալ։ Ընդունեք սա որպես անոնսի նման մի բան, ազդի նման, որտեղ հետաքրքիր է լսել առաջին աղբյուրից, թե ինչ են ասում թալի ժողովրդի առաջնորդները, այսինքն անկախության համար կրոնական իրենց մոտեցումները։ Օրինակ Աբազադայի տեսակետը հետևյալն էր, որ քանի որ ամբողջ միջին արևելքում, մեծ միջին արևելքում տեղի ունենում էթնիկ խմբերի զարթոնք, ծեր ասած քրդերի, ընդհանրապես սահմանների վերաձևում, փոփոխություն, պետությունների տրոհում, բան, իրենք գտնել որ Ադրբեջանը չի կարող դրանից անմաս մնա եւ իրենց էլ է հասնելու։ Ուրիշ բան որ իրանք այսպես իրատեսան եւ ասում են մենք հերթի վերջում կանգնածներից ենք։ Երևի մեզ վերջում կհասնի այդ հերթը առաջնային գտնում են որ Սիրիա, Թուրքիա, Իրաք այդ հատվածն է։ Բայց ամեն դեպքում սա մի մեծ գործընթացի մասա, որը ես համաձայն եմ։ Այսինքն նման գործընթացները որ ընթանում են ազդում է մեկը մյուսի վրա։ Հիմա ասենք առաջին ասկից թվում է որ ինչ է, դե կլոր սեղան հավաքվեցին, խոսեցին եւ այլն, բայց գիտեք, անգամ նման փոքր երևույթները այն հազարավոր թալիշների, որոնք պիտի լսեն որ այ կլոր սեղան եղավ, պիտի լսեն ես իրենց առաջնորդների ելույթները, մոտեցումները, բան, մեջտեղ ինչ որ մի բան պիտի փոխվի։ Ուրիշ բան որ սա այսպես փոքր քայլերի, փոքր փոփոխությունների քաղաքականություն պիտի լինի։ Մենք չենք կարող ակնկալել, չմոռանանք, որ նորից եմ կրկնում, ես պատահական չէր այդ նշեցի թուրքականի միջոցով իրանական ազդեցության, այսինքն ցարական Ռուսաստանից սկսած 1813-ից, այսինքն 2 դար իրենց թուրքացրել են ցարական Ռուսաստանում, իսկ շատ ավելի սովետական Ադրբեջանի տարիներին, իսկ շատ ավելի էս անկախ Ադրբեջանի տարիներին 200 տարվա գործընթացը շրջել դժվար է, բայց հենց նույն, այսինքն իրենց թալիշների ասածով, երբ որ հարց տրվեց, արդյոք այս ասիմիլյացիայի գործընթացը շարունակվում է, բան, նրանք ասացին ոչ։ Հիմա մենք ընդհակառակը ունենք հետ շրջման գործընթացներ, այսինքն ունենք մարդիկ, ովքեր որ բավականին հեռացած էին իրենց ազգային արմատներից, վերադառնում են։
Եվ մի փոքր մեխանան ինչ մեծ տարին 2 տարի առաջ չէ թե չեմ սխալվում, ինչ մեծ ազգային ինքնագիտակցության բարձրացնելու առիթ մեր ռադիոդիտողների իմանան, այսինքն այդ «Давай до свидания» որ կար, որ շատ տարածվեց, որ ի վերջո մեխանայի բանը մշակույթը դա թալիշական է, դա թուրքական չի, դա թալիշական է, բայց հենց այս մեխանայի պատմությունը, որ ասենք Սեդայ Թալիշեստան թերթի խմբագիրն էր, Խալիլ Մամեդովի կողմից այդ բան, բայց ձերբակալություն, դրանց առաջ եւս ձերբակալվել էր այդ թերթի խմբագիրը, որը դատապարտվեց եւ բանտում մահացավ, նրա 2 զավակներին սպանեցին ավտովթարով եւ այլն եւ այլն։ Այս մարդիկ չափավորականներն էին Թալիշական շարժման։ Սրանք այն մարդիկ էին, որոնք գտնում են, որ մշակութային անկախություն իրենց բավական է։ Բայց քանի որ Ադրբեջանը պատրաստ չի մինչև իսկ դա տալու եւ ընդհակառակը հալածում, այս հալածումը մինչև իսկ սպանության եւ մահապատժի աստիճանի, շարժումը գնում է ավելի ռադիկալացում։ Սա բնական շարժում է, երբ որ դու չափավորներին կոտորում ես, մեջտեղ են գալիս ավելի ծայրահեղականները։ Ի վերջո Ալիևը տիպիկ սովետական մտածողության մարդ է։ Ցավոք սրտի այդ մտածողությունը Հայաստանում էլ շատ տարածված է, այսինքն ջարդենք, փշտենք եւ այլն։ Նու ջարդում են, փշնում են այնքան ինչքան կարանց բանը, բայց փորձը ինչ է ցույց տալիս, որ չկա մի որևէ կոշտ համակարգ, որը ջարդել փշելով կարա իր հարցը լուծի։ Դա հետաձգում է խնդիրը։ Տեսեք, բոլոր այն համակարգերը, որ ճկունության կարիք ունեն եւ տատանումների են ենթարկվում, իրենք որոշակի ասած խաղի տեղ են թողում։ Դուք երբ ուշադրություն դարձել եք, որ ասենք օթանավերը, չէ՞, այսինքն օթանավերը իրենք ոչ թե ասենք երրակցվում է, ոչ թե բան, այլ բաներով հատուկ, այսպես ասած, չգիտեմ, ամրացիչներով ամրացվում է այդ թիթեղները եւ որոշակի տատանման տեղ է թողում։ Ինչու որտեվ օթանավը ինքը որ թռչում ենք անդադ տատանումների մեջ է, դու պիտի թողես ոնց ասած խաղալու տեղ, հակառակ դեպքում կկոտրվի։ Հասարակությունը այդպես է։ Դու հասարակությունը, որտեվ հասարակությունը անընդհատ տատանման մեջ է, ինքը մեռած ինչ որ մի բան չի։ Եվ դու պիտի թողես, որ այդ ինքը ազատ տատանվելու այդ խաղի տեղը ունենա։ Եթե դու չես անում, դու կարաս այո սեղմես, պահես կոշտ վիճակում, բայց ինչ որ մի ժամանակ հետո դա կոտրվի։ Հիմա Ադրբեջանում դա տեղի ունենում մի փոքր հիմա արագացված տեմպերով է տեղի ունենում, որովհետև տնտեսական վիճակի վատթարացում կա։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարգելի ունկնդիրներ, հիշեցնենք, լսում եք Modus Vivendi հաղորդաշարը, նաև ինչպես պարոն Պապյանը նշեց, այդ գիտաժողովի մանրամասները կլինեն, տեսանյութը կլինի Modus Vivendi կայքում, բոլոր նրանք ովքեր ցանկանում են, նաև կարող են այնտեղ դիտել։ Հիշեցնենք, տաղավարում աշխատում էին Հայկուհի Մինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն, արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանը։ Հաջողություն։